Ողջույն, իրավաբանների եկեղեցին եւ իրավունքը հարցազրույցների շարքի շրջանակներում հոգեվոր կրթությունը 21-րդ դարում մարտահրավերներ եւ հեռանկարներ թեմայով այսօր կզրուցենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի սոցիալական բաժնի տնօրեն Տեր Մարկոս Քահանա Մանգասարյանի հետ։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի ձեզ։ Տեր Մարկոս, ինչպես որոշեցիք դառնալ հոգեվորական, ինչ կրթություն եք ստացել, որտեղ եք ծառայել։ Հոգեվորական դառնալու որոշումը կայացրել եմ, կարող եմ ասել, հիմնական մի պատճառով, որովհետեւ դաթար հիշում եմ լուսահոգի մորս խոսքերը, որ ինձ անդադ ասում էր, ով կդառնաս, դարձիր քո բնակավարում, քո ուժերի սահմանում լավագույնը եւ ինչ որ կդառնաս, քո ստացածը ծառայեցրու քո ժողովրդին։ Եվ երբ որ օրը եկավ ընտրելու թե որ ճանապարհով պիտի գնամ, ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ տեսա, որ հայ իրականության մեջ այն կառույցը, որ իրեն ամբողջությամբ այդ ազգին ու ժողովրդին ծառայելուն է նվիրել, բառացիորեն եմ ասում, միակ կառույցը, որ իրեն ամբողջությամբ նվիրել է այդ ծառայությանը, դա հայ եկեղեցին է, որտեղ որ ես տեսա իմ ծառայության ուրեմն հնարավորությունը եւ Փառք Աստծո ստացվեց։ Սովորել եմ Սևանի Վազգենյան դպրանոցում եւ ապա Գևորգյան հոգեվոր ճեմարանում։ Ինչպես ասում են ամերիկացիները, that's it, այսքանը։ Եվ շարունակում եմ սովորել ձեռի հետ, որքան որ ստացվում է, կարդալով, ձեզ հետ զրուցելով եւ այլն։ Մայրաթորում ծառայել եմ Էջմիածին ամսագրում, որպես տեխնիկական խմբագիր, ապա եղել եմ դիվանատանը, եղել եմ կաթողիկոսական գրասենյակում, որպես գործավար քարտուղար եւ 2015 թվականից սոցիալական ծառայության տնօրենն եմ կամ պատասխանատուն։ Տեր Մարկոս, մեր թեման հոգեվոր կրթություն է 21-րդ դարում, կխնդրեմ նշեք, որքանով է կարևոր մեր օրերում հոգեվոր կրթությունը, ինչ դեր ունի այն երիտասարդների համար։ Շատ պարզ պիտի ասեմ, որ թե 21-րդ դարում եւ թե 5-րդ դարում մարդու հոգեվոր պահանջմունքները նույնն են։ Դրանք կարող են ձևափոխվել, տարբեր դրսևորումներ ստանալ, բայց միևնույն է, թե 5-րդ դարի մարդը, 5-րդ դար եմ ասում անդադ, որտեղ մեզանում գրության, դպրության սկիզբն է կարծես թե 5-րդ դարը, եւ թե 21-րդ դարում մարդը կարիքն ունի հոգեվոր կրթության, իսկ հոգեվոր կրթությունը Աստծուն ճանաչելու եւ հոգեվոր արժեքներով ավելի զորավոր բարոյական, հոգեկան կերտվածք ունենալն է։ Այնպես որ բացարձակ տարբերություն չկա, թե մենք որ դարաշրջանում ենք ապրում։ Այո, ժամանակակից աշխարհը իր գայթակղություններն ու իր հետաքրքրություններն է բերում մարդու համար, բայց որքան էլ որ մարդս մեծ այլընտրանք ունենա իր կյանքը լցնելու, իր հետաքրքրությունները փարատելու, այսպես ասենք, միևնույն է առանց հոգեվոր կրթության, առանց Աստվածայինի հետ շփումի մի բան բաց է մնալու եւ մարդը չի կարողանալու հագենալ։ Սրա մասին է խոսում օրինակի համար չափազանց զարգացած տարբեր երկրներում ինքնասպանության մակարդակի օրինակ տարօրինակ բարձր աստիճանը ցուցանիշը երկրներ, որտեղ սոցիալական խնդիրներ գրեթե չկան, հացի խնդիր գրեթե չկա, բայց մարդիկ շարունակում են ծայր աստիճան դեպրեսիվ հոգեվիճակի մեջ լինել եւ շատ են ինքնասպանությունները, ինչպես որ նշեցի, սկանդինավյան երկրներ օրինակի համար։ Դա խոսում է պարզ մի բանի մասին, որ առանց հոգեվորի, ֆիզիկապես, մարմնավոր առումով, նյութական առումով մարդը որքան էլ լավ վիճակում լինի, միևնույն է ինքը չի հագենալու, իր ներսում խաղաղություն չի գտնելու։ Ասացիք, որ հոգեվոր կրթությունը կարևոր է հատկապես Աստծուն ճանաչելու համար։ Արհեստական բանականության այս դարաշրջանում օրինակ երիտասարդներին հետաքրքրում է, իրենք փորձանում են Աստծուն ճանաչել։ Ես կարծում եմ, որ արհեստական բանականության ժամանակակից, այսպես ասենք, շրջանում մարդիկ դեռ շատ փնտրտուքի մեջ են, ինչպես որ փնտրտուքի մեջ է նաև արհեստական բանականությունը ինքը, եւ երբեմն զարմանքով եմ նկատում, որ ծայրաստիճան տարբեր դիրքորոշում ունեցող, այսպես ասենք, ճամբարներ կան, մեզանում նաև, ոմանք կան, որ ընդհանրապես արհեստական բանականությունը մերժելու եւ դրա հետ գործ չունենալու քարոզարշավ են անում, եւ ոմանք էլ կան, որ այնքան մեծ վստահություն կարող են ունենալ ժամանակ առ ժամանակ կարող ես տեսնել, թե այնպիսի հարցերում կարող են վստահել արհեստական բանականությանը, որ պարզապես զարմանում ես։ Կարևոր է մի բան,
Արհեստական բանականությունը մարդու կողմից ստեղծված գործիք է, միջոց է, որի հետ հաշվի չնստել չի լինի եւ պետք է հասկանալ մենք ինչպես կարող ենք աշխատել, ինչպես կարող ենք շարունակել մնալ մարդ արհեստական բանականության դարաշրջանում։ Մի դարաշրջան, որտեղ որ մեքենան գալիս է փոխարինելու շատ ու շատ մարդկային գործառույթների։ Դրանք կլինեն հաշվողական հարցեր, դրանք կլինեն տարբեր վերլուծական խնդիրներ, շատ ու շատ ոլորտներում այո, մեքենաները եւ այդ թվում արհեստական բանականությամբ օժտված մեքենաները կարող են մեզ փոխարինելու։ Բայց դրանից ոչ թե զարհուրել է պետք, այլ պետք է հասկանալ, թե մենք դրա դիմաց ինչ ունենք դնելու։ Եվ սրանից հետո է որ կարող ենք մտածել հոգեվոր կրթություն կամ աստծուն փնտրելու հարց մարդը ունի, թե չունի։ Ուրեմն ես շատ կարճ պատասխանում եմ։ Նույնիսկ արհեստական բանականության զարգացման գագաթնակետին, եթե հասնենք, չգիտենք դա երբ է լինելու, արհեստական բանականության ձմռան մասին կարող ենք խոսել, երբ որ մի շրջան ընդհանրապես մոռացության էր մատնվել, բայց եթե նույնիսկ տեսականորեն պատկերացնենք, որ գալու է արհեստական բանականության գագաթնակետը իր զարգացման, կապ չունի, այդ ժամանակ եւս մարդը փնտրելու է աստծուն, որովհետեւ արհեստական բանականությունը դուք ինքներդ հարցրեք։ Փորձեք հարցնել, որևէ հարթակ արհեստական բանականության վերցրեք եւ հարցրեք։ Դու կարող ես փոխարինել աստծուն։ Տեսեք ինչ կպատասխանի։ Տեր Մարկոս, դեռ ոչ վաղ անցյալում հոգևոր կրթությունը հանրակրթական հաստատություններում պարտադիր էր, մարդիկ անցնում էին հայոց եկեղեցու պատմություն, սակայն ինչ-ինչ պատճառներով դա հանվեց։ Հիմա ինչ այլընտրանք կարող է լինել եւ ինչպես կարող եք աշխատել կրթական հաստատությունների հետ, հաշվի առնելով նաեւ օրենսդրական այն լուծումները, որոնք կան, եւ ինչ այլընտրանքներ ունեք հոգեվոր կրթությունը դասավանդելու։ Ինչպես որ շեշտեցիք, ոչ վաղ անցյալում դեռևս հայ եկեղեցու պատմություն առարկան դասավանդվում էր, այսօր չի դասավանդվում, ցավոք սրտի, հուսանք որ օրերից մի օր դա կշտկվի այս խնդիրը եւ վերստին կդասավանդվի, բայց մինչեւ այդ օրվան հասնելը, տեսեք, եկեղեցին ինչպես որ զբաղվել է իր ժողովրդի հոգևոր կրթությամբ եւ դաստիարակությամբ, այդպես էլ պիտի շարունակի զբաղվել, առավել հզորացնելով համայնքային կառույցները։ Համայնքային կառույցներ ասելով նկատի ունենք կամայական եկեղեցական համայնքի ներսում գոյություն ունեցող երիտասարդական միությունները, կիրակնորյա դպրոցները, տարբեր միջոցառումներ, ճամբարներ, հնարավոր հանդիպումներ, ուխտագնացություններ, այսինքն սրանք գործիքներ են, որոնք որ եկեղեցին միշտ ունի եւ անկախ նրանից պետությունը մեզ որևէ հարցում կաջակցի, թե չի աջակցի, մենք այս գործիքները պիտի շարունակենք կիրառել, օգտագործել։ Պարզապես շատ կարևոր եմ համարում շեշտել, որ սա զարգացման նշան չի եւ այլոց իրավունքները հարգելու որևէ դրսևորում չի, երբ որ հայ եկեղեցու պատմությունը դուրս է բերվում դպրոցների դասավանդվող առարկաների ծրագրից, որովհետև նույն հաջողությամբ շատ ու շատ զարգացած եվրոպական երկրներում, ել չասեմ արևելքի մասին մահմեդական տարբեր երկրներում պարտադիր դասընթացներ կան Սուրբ Գրքի հետ կապված, իրենց ազգային եկեղեցիների կամ իսլամում, իսլամի պատմության հետ կապված Ղուրանի ընթերցանության եւ այլն։ Այսինքն փաթեթավորել շղարշով, որ քանի որ մենք ուզում ենք լինել դեմոկրատ երկիր եւ հարգել բոլորի իրավունքները, դրա համար չենք կարող ստիպել, որ դպրոցում անցնեն սա։ Չնայած որ բացատրության մեկ այլ շղարշել փորձեցին տալ այն մտքով, որ դե միևնույն է, սա հայ ժողովրդի պատմությունն է, այնա կտարալուծենք այս առարկայի մեջ եւ դրանով կապահովի երկու առարկա ունենալու կարիք չի լինի։ Ուրեմն սա էլ ընդամենը խապկանք է, այսպես ասեմ, որը չի աշխատելու։ Օրերից մի օր ես վստահ եմ, որ հայ եկեղեցու պատմություն առարկան վերականգնվելու է։ Բայց մինչ այդ մենք պարզապես պիտի կարողանանք վերականգնել բոլոր եկեղեցիները պիտի կարողանան վերականգնել երիտասարդաց միությունները եւ շատ-շատերը ունեն, պիտի ուրախությամբ նշեմ, որ բավական մեծ թափով տարբեր համայնքներում երիտասարդաց միություններ գործում են եւ պիտի նաեւ զարգ տրվի կիրակնորյա դպրոցներին։ Բայց այստեղ կարևոր խնդիրը հետեւյալն է. դպրոց ասվածը, որը որ մեզանում ամենաչարչրկված ինստիտուտն է, ես կարող եմ այդպես ասել, ինքը արդեն իսկ երեխաներին հոգնեցնում է։ Այսինքն, եթե մենք պիտի կիրակնորյա դպրոց առաջարկենք, դա պիտի լինի բացառապես ոչ ֆորմալ կրթության վրա հենված կառույց,
որը պիտի լինի գրավիչ, որովհետև ժամանակակից երեխային, դեռահասներին հատկապես միջին դպրոցը, 4-րդ դասարանից եկող մինչև 8-րդ, 9-րդ դասարան, երբ որ մեր զավակները սկսում են դեռահասության, հորմոնային հարձակումների ենթարկվել եւ ամեն բան գնում է դեպի խենթությունները, իրեն շատ դժվար է հետաքրքրել դպրոցը արդեն իսկ իրենց չի հետաքրքրում իր ֆորմալ կրթությամբ։ Ես կարծում եմ, որ եկեղեցին շատ ավելի ոչ ֆորմալ կրթական միջոցներ պիտի կիրառի հոգևոր բաղադրիչը տեղ հասցնելու համար։ Այնուամենայնիվ եկեղեցին ունի շատ հարուստ կրթական ավանդույթ, մշակույթ, հաշվի առնելով, որ նաև հենց առաջին դպրոցները եկեղեցիներում են եղել, ինչպես պետք է այս ամենը տարածի մարդկանց մեջ։ Հուսով եմ, որ ինձ ճիշտ կհասկանան բոլոր նրանք, ովքեր որ կլսեն այս հարցազրույցը։ Տեսեք, եկեղեցին այո, ունեցել է շատ մեծ ժառանգություն, շատ հարուստ փորձառություն կրթական process-ը, գործընթացը կազմակերպելու առումով, բայց խնդրում եմ հաշվի առնել հետևյալը։ Երկու հանգամանք եմ ընդհանրապես բերելու։ Առաջին, եկեղեցին մեծապես ընդգրկված է եղել, մասնակից է եղել կրթական process-ի գործընթացի կազմակերպմանը հատկապես մինչև կրթության իսկապես աշխարհիկացումը։ Հիմա կրթությունը Հայաստանի Հանրապետությունում բացառապես աշխարհիկ ֆենոմեն է եւ դա օրենքով հաստատված է եւ ավելին ասեմ կրթական հաստատություններում քարոզչություն անելը օրենքով արգելվում է։ Այլ հարց է, որ հայ եկեղեցու պատմությունը կամ նաև Սուրբ Գրքի իմացությունը դա քո ազգային ինքնության բաղադրիչներից մեկն է եւ կարելի է սա կազմակերպել եւ դրա արդարացումներն էլ կան, բայց ես ինչ եմ ուզում ասել։ Երբ որ կրթությունը դարձավ բացառապես աշխարհիկ եւ ես չեմ ասում սա լավ է կամ վատ է, սա պատմական փաստ է, որ ժամանակի ընթացքում երբ որ մենք ունեցել ենք մեծ համալսարաններ, չգիտեմ, Տաթևի համալսարան, Հաղպատ, Սանահին, Գլաձոր, Գանձասար, ամենտեղ մենք համալսարաններ ունեցել ենք, որոնք որ եթե ոչ բացառապես, ապա գերազանցապես հոգևոր այրերի են պատրաստել, որոնք այո ժամանակի եւ պատմիչներն ու պատմաբաններն են եղել եւ փիլիսոփաներն ու բժիշկներն ու աշխարհագրագետներն ու աստղագետներն են եղել, բայց կրթությունը թևակողել է ամբողջ աշխարհում, բացառապես աշխարհիկ տարբերակի, աշխարհիկ փուլ է մտել, այսպես ասենք, եւ մենք չենք կարող դրա հետ հաշվի չնստել։ Հետեւաբար եկեղեցին նախկինում ինչ փորձառություն է ունեցել, դա այլ պայմանների մասին է խոսքը այնտեղ։ Երկրորդ, մենք գործ ենք ունեցել 70 տարվա խորհրդային շրջանի հետ, որը մեզ ամեն կերպ, եկեղեցուն ամեն կերպ մեկուսացրել է կրթական process-ից, ամեն կերպ մենք մեկուսացած ենք եղել։ Եվ այո, եկեղեցին շատ մեծ ավանդույթ ու փորձառություն ունենալով հանդերձ այսօր իրականում վերստին այդ ամենը արժևորելու մեծ փորձության առջև է կանգնած։ Եվ մեզ համար էլ հեշտ չէ այդ ամենը իրականացնելը։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին օրենքը կա, որտեղ որ եկեղեցին օժտված է իրավունքով կրթական process կազմակերպելու, հիմնելու կրթական օջախներ, դա նախադպրոցական հաստատություններ, դպրոցական, բուհական, հետբուհական եւ այլ։ Եվ այնտեղ նաեւ շեշտված է կրոնական բաղադրիչի կամավոր սկզբունքով, այսինքն թե մարդը համաձայն է, որ իր հետ նաև կրոնական դասընթացներ անա։ Եվ Մայրաթորը ունի հիմնադրած դպրոց եւ բարձրագույն հաստատություններ, մեկը Էռնակյան դպրոցը, որ հանրապետության լավագույն դպրոցներից մեկն է հանրակրթական, մյուսը Տրպանջյան ընձայարանը, որտեղ որ ավագ դպրոցի սաներն են սովորում նախապատրաստվելով ճեմարանի գալու, ապա նաև Սևանի Վազգենյան դպրոցը, որտեղ 4 տարվա բակալավրի կրթությունն է եւ Գևորգյան հոգևոր ճեմարանը, որտեղ մագիստրատուրան է։ Եվ ավելին մենք ունենք նաև այժմ մի քանի տարի է, որ գործում է նաև ասպիրանտուրան։ Այսինքն եկեղեցին այդ փորձերը անում է վերականգնելու կրթական գործունեության իր բոլոր ավանդույթները, լավագույն օրենքները, կարգ ու կանոնը, որ ունեցել է փորձառությունը վերականգնելու ճանապարհի վրա ենք, բայց դա դժվար դրվող ճանապարհ է եւ ժամանակատար։
Խոսեցիք նաև Կիրակնորիա դպրոցների մասին, ուզում էի հասկանալ արդյոք ձեզ բավարարում է մասնակցությունը եւ կան օրինակ բացեր կամ խնդիրներ, որ պետք է լուծել, որ ավելի շատ երիտասարդներ ներգրավվեն։ Տեսեք, Կիրակնորիա դպրոցի մասնակիցները դրանք հիմնականում մինչև 18 տարեկան երեխաներն են, 10-11-ից սկսած, եւ եթե ասեմ, որ մեզ մասնակիցների թիվը բավարարում է, դա կլինի միայն մեկ դեպքում, երբ որ Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի, այսպես ասենք, Հայաստանում ապրող գոնե բոլոր այդ տարիքի զավակները անցնեն ուրեմն Կիրակնորիա դպրոցով, ես այդ ժամանակ ասեմ, մեզ բավարարում է թիվը։ Մինչև այդ ոչ մեզ չի բավարարում թիվը եւ անդադ աշխատելու եւ նոր Կիրակնորիա դպրոցներ ունենալու կարիքը կա։ Դեր Մարկոս, ինչպես եք տեսնում հոգեվոր կրթության ապագան եւ ինչ քայլեր են անհրաժեշտ այդ ամենը զարգացնելու համար։ Հոգեվոր կրթությունը գնալով ել ավելի մեծ վտանգների եւ փորձությունների առաջ է կանգնելու, որովհետեւ ամբողջ աշխարհում բացարձակ աշխարհիկացում է գնում եւ ավելի ու ավելի քիչ է կարևորվում հոգեվոր կրթություն կոչվածը, բայց կարևոր եւ հետաքրքիր մի բան, որ կուզենայի կիսվել ձեզ հետ, ֆորմալ առումով բոլոր հոգեվոր հաստատությունների դերը արհեստական եւ ոչ արհեստական կերպով նվազեցվում է աշխարհում։ Ես նկատի ունեմ եկեղեցիներ, տարբեր կրոնական կազմակերպություններ, դա կլինի իսլամի մեջ, հրեականության մեջ, բուդդիզմ, կոնֆուցիականություն, հինդուիզմ, չգիտեմ, ինչ կուզեք։ Ամբողջ աշխարհում կրոնական ինստիտուտների դերը գնալով ավելի ու ավելի ցածրացվում է։ Որոշ դեպքերում միտումնավոր, որոշ դեպքերում ինքնաբերաբար, բայց շատ կարևոր մի հանգամանք։ Մարդիկ միևնույն է ներքուստ ձգտում ունեն վեր երկրայինը Աստծուն ճանաչելու։ Այստեղ խնդիրը ավանդական կառույցների առաջ կանգնած խնդիրը, դա կլինի հայ եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին ուղղափառ, թե որևէ սինագոգ։ Սինագոգը հրեաների հավաքվելու վայրն է, որտեղ պաշտամունք մատուցում են, ընթերցում են Աստվածաշունչը շաբաթ օրերը։ Լավ։ Որևէ կրոնական կառույց, որի առաջ կանգնած է հիմնական խնդիրը հետևյալն է. ժամանակակից մարտահրավերներին համահունչ մենք ինչ ունենք անելու, որ մարդկանց ներսում եղած ձգտումը դեպի հոգևորը կարողանանք ճիշտ ուղղորդել։ Մարդու ներսում Աստծուն փնտրելու, հոգևորը փնտրելու, դեպի լույսը գնալու ձգտումը դա ոչինչով հնարավոր չի դա կասեցնել, դա բացառված է։ Այլ հարց է, որ ավանդական կառույցները, ինստիտուտները, որոնք շատ արմատացած են եւ շատ դանդաղ են շարժվում, շատ դանդաղ։ Իրենք մեծ փորձության առաջ են կանգնած, ինչպես վարվել ժամանակակից մարդու ներքին հոգևոր մղումների հետ, ինչպես սրանք ճիշտ կառավարել եւ տանել դեպի, այսպես ասենք, բարի հանգրվաններ եւ բարի նավահանգիստներ։ Եվ երեք կարճ հարց։ Խնդրեմ։ Ինչ է հավատքը։ Աստծո հանդեպ վստահություն։ Ինչ է բարոյականությունը։ Լավը լինելու եւ դիմասինին չխանգարելու արվեստ։ Ինչ է արդարությունը։ Չգիտեմ։ Որքանով են այս երեքը փոխկապակցված։ Չգիտեմ, որովհետեւ գիտենք տեսականը, գործնականում դեռ չգիտեմ արդարությունն ինչ է, իսկ որքանով են փոխկապակցված, կարդացեք Ռաֆայել Պապայանի «Արդի իրավունքի քրիստոնեական ակունքները» աշխատությունը, այնտեղ այդ հարցի պատասխանը կա։ Շնորհակալ եմ զրույցի համար, օրհնեցեք Տեր։ Աստված օրհնի ձեզ։